Չակերտավոր կամ իրական խաղաղությունների միջև ընտրություն է դարձրել Փաշինյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները։ Հայտարարում է, թե այդ օրը իրենց ընտրելով Հայաստանի քաղաքացին տեր է կանգնում խաղաղությանը։ Հասկանալով հասարակական հանրային տրամադրությունները, հասկանալով, որ իրենց ոտքի տակից հողը գնացել է բաղուց, միակ ձևը, որ փորձում են իրականացնել, ոչ թե քարոզում են խաղաղությունը, այլ պատերազմի սպառնալիքով են փորձում քվեմուրալ, քվեգողանալ սեփական ժողովրդից տերորի ենթարկելով։ Իհարկե սպնդումը Քվեմուրալու ճանապարհին պատերազմի սպառնալիքն ավելի հուժկու դարձնելու համար Փաշինյանը ուռճացնում է եղած թվերը։ Հայտարարում, թե Հայաստանի անկախությունից հետո, անգամ հրադադարից հետո հարյուրավոր զոհեր ու վիրավորներ են ունեցել ամեն տարի։ Նրա պնդմամբ այդպես ենք վճարել հետաձգված պատերազմի համար։ ընդ որում զոհերը հարյուրավոր են, վիրավորների թիվը էականորեն ավելի մեծ է։ Եվ սա թերևս նրանց պատկերացումն է խաղաղության մասին։ Փաշինյանի պատկերացմամբ խաղաղությունը զոհերի ու վիրավորների բացակայությունն է, այսինքն 2024 թվականի մարտից է Հայաստանի վրա իրական խաղաղություն իջել։ Փաշինյանը այնքան է փորձում ժողովրդին վախեցնի, տերորի ենթարկի, որ այլևս սահմաններն անցած հարյուրավոր զոհեր, ամեն տարի հարյուրավոր զոհեր, որ իրականության հետ ընդհանրապես կապ չունի։ Էր ղեկավարման տարիներին էր, որ հազարավոր զոհեր եղան, եւ միայն 44 օրը պատերազմի ժամանակ չի։ 22 թվականին, 23 թվականին եւ այս իշխանությունը, որ մինչեւ հիմա խուսափում է բոլոր նահատակների անունները հրապարակել։ Փաշինյանը չի հիշում, որ իր ասած խաղաղ երկնքի տակ օկուպացված է Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը։ Դա խաղաղության հետ ինչ կապ ունի։ Ի վերջո պետք է ընդունենք, որ 24 թվականից Հայաստանի Հանրապետությունը ահագին զիջումների գնաց Ադրբեջանի եւ դեռ անհայտ է թե բանավոր ինչ խոստումներ, ինչ զիջումներ, ի վերջո համանազատման անվան տակ Հայաստանը մինչև հիմա զիջել է եւ ապագայում էլ պատրաստվում է զիջել, փոխարենը Ադրբեջանը այն տարածքները, որ օկուպացրել է Հայաստանի Հանրապետության, այն հսկայական ամենաշինական աշխատանքները, որ իրականացնում է օկուպացված տարածքներում, խոսում են մի բան մասին, որ Ադրբեջանը միտք էլ չունի այդ տարածքներից իդ քաշվելու եւ խաղաղություն հաստատվում է, պայմանագիր հաստատվում է երկու պետությունների միջև։ Այս դեպքում չակերտավոր խաղաղություն է Փաշինյանի ու Ալիևի միջև, իրական խաղաղությունը ինստիտուցիոնալ համաձայնություն է, կախված չէ օրվա իշխանությունից, նկատում է Գեղամանուկյանը։ Ու վերահաստատում Հայաստան դաշինքի դիրքորոշումը։ Խաղաղությունը պետք է ունենա երաշխավորներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են զսպող մեխանիզմներ կիրառել։ Հենց խաղաղությունը դա է, որ ինքնին ինստիտուցիոնալ է եւ ոչ թե կախված է թե այս իշխանությունը կլինի իշխանության, թե չէ։ Կախված չպետք է լիներ այսօր առավոտյան Ալիևը արթնացավ, ինչ է որոշելու կամ ինչ ճաշակով է Հայաստանի հետ հարաբերություն հաստատել։ Փաշինյանը պնդում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև է հաստատված խաղաղությունը, ընդ որում դե յուրե է Վաշինգտոնում ստորագրված հռչակագրով։ Միևնույն ժամանակ նա վստահեցնում է, թե միայն ԿՊՆ-ն է, որ կարող է խաղաղություն բերել, խոստովանում բազմաթիվ զոհերի ու զոհողությունների գնով։ Այդ տրամաբանությունից շեղվելը միանշանակ եւ աներկբա նշանակում է պատերազմ, սրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվ ուրեմն մենք բազում զոհերի եւ զոհողությունների գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, մենք հասել ենք խաղաղության։ Ալիևն է սպառնում Փաշինյանի շուրթերով հայ ժողովրդին, ընդգծում է խորհրդանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Ադրբեջանը Փաշինյանի շուրթերով այդ սպառնալիքը ուղում հայ ժողովրդին, որպեսզի ապահովի իշխանության վերարտադրությունը։ Պատահական չէ, որ տարին Հայաստանի դեմ սպառնալիքներով սկսած Ադրբեջանի նախագահը խորհրդավոր լռություն է պահպանում մեր երկրում խորհրդանական ընտրություններից առաջ։ Yoktur ve olabilmez ancak Լիլիթ Սարգսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ bize karşı tatbik olunanda bu çok büyük adaletsizliğiydi.